114 տարի առաջ ապրիլի 14-ին մարդկությանը ամենահայտնի նավը ընդամենը 2 ժամ 40 րոպեում անհետացավ Ատլանտյան օվկիանոսի սառցակալած ջրերում։ Ճշմարտությունը շատ ավելի սարսափելի է, քան այն պատմությունը, որը մեզ ներկայացրել են հոլիվուդյան հայտնի ֆիլմում։ Տիտանիկը չխորտակվեց պարզապես մեկ սխալ որոշման պատճառով։ Այն տասնյակ նախազգուշացումների, հապաղումների եւ սխալ որոշումների արդյունք է եղել։ 7 անտեսված ահազանգ, կիսադատարկ փրկարարական նավակներ, 37 վայրկյան սառցաբեկորը տեսնելու եւ բախման միջև։ Այս ամենը հանգեցրեց շուրջ 1500 մարդու մահվան։ Փոքր թվացող որոշումներ, որոնք միասին խլեցին ավելի քան 1500 մարդու կյանք։ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը տեղի ունեցածը մարդկության կողմից ուսումնասիրվել է 1 դարից ավելի։ Ոչ միայն պարզապես մարդկային ողբերգություն, այլ դաս, թե ինչ կարող է լինել, երբ մարդը գերագնահատում է իր կարողությունները եւ անտեսում է վտանգը։ Այդ գիշերն ընդմիշտ փոխեց ծովում անվտանգության կանոնները։ 1912 թվականի ապրիլի 10-ի կեսօրին Տիտանիկը մեկնեց Սաութհեմփթոնից իր առաջին եւ ինչպես պարզվեց վերջին ճանապարհորդությանը, իր հետ տանելով 2224 ուղևոր եւ անձնակազմի անդամ։ Այդ ժամանակ Տիտանիկը ամենամեծ ուղևորատար նավն էր։ Շատերը համոզված են, որ գործնականում այն անխորտակելի է։ Սակայն ճակատագրական օրվա ընթացքում տարբեր նավերից Տիտանիկը ահազանգեր է ստացել սառցաբեկորների մասին։ Կապիտան Էդվարդ Սմիթը փոքր-ինչ փոխեց նավի ուղղությունը, սակայն չիջեցրեց արագությունը։ Վերջին նախազգուշացումը եղավ Մեսաբա նավից, մեծ սառցաբեկոր ուղիղ առջևում։ Այս մի նախազգուշացումը անգամ հրամանատարական կենտրոնին չհասավ։ Ժամը 23:40 էր, ընդամենը 37 վայրկյան։ Դիտոր Ֆրեդերիկ Ֆլիթը նկատեց սառցաբեկորը եւ անմիջապես ահազանգեց հրամանատարական կետին։ Առաջին սպա Ուիլյամ Մերդոկը հրամայեց կտրուկ շրջադարձ կատարել եւ անջատել շարժիչների աշխատանքը։ Սակայն 37 վայրկյանը 34 կմ/ժ արագությամբ ընթացող հսկային բավարար չէր կանգ առնելու համար։ Մոտ 10 վայրկյան սառցաբեկորը քերծեց նավի աջ հատվածը։ Բախումը այնքան թույլ է եղել, որ ուղևորների մեծ մասը անգամ քնից չարթնացավ։ Կեսգիշերնաց նավի գլխավոր նախագծող Թոմաս Էնդրյուսը ուսումնասիրելով նավի վնասվածքը տվեց իր եզրակացությունը։ Հույս չկա, 1-ից 2 ժամ, Տիտանիկը կխորտակվի։ Նավի վրա կար ընդամենը 20 փրկարարական նավակ, որը նախատեսված էր 1178 մարդու համար, սակայն նավի վրա գտնվում էր 2224-ը։ And with the number of lifeboats times the capacity you mentioned, forgive me, but it seems that there are not enough for everyone aboard. About half, actually. 12:45-ին ջուրն իջեցվեց առաջին փրկարարական նավակը՝ կիսադատարկ։ Համար 7 նավակը կարող էր իր մեջ տեղավորել շուրջ 65 մարդ, սակայն այն Տիտանիկը լքեց ընդամենը 27 ուղևորով։ Շատերը պարզապես չեն ցանկանում նստել փրկարարական նավակները, որովհետև այդ պահին մետաղյա կոնստրուկցիայով նավը ոտքերի տակ շատ ավելի ապահով էր թվում, քան մութ եւ սառցակալած ջրի վրա փայտե նավակը։ Այս գնահատականը հետագայում հարյուրավոր մարդկանց կյանք արժեցավ։ 2:17-ին Տիտանիկի լույսերը վերջնականապես մարեցին։ Մի քանի ակնթարթ անց նավը կիսվեց 3-րդ եւ 4-րդ ծխատարարի միջև։ Փրկվածները պատմել են, որ լսել են սարսափելի մետաղական մռնչյուն։ Նավի հետնամասը մի պահ ուղղահայաց կանգնեց եւ սկսեց իր վերջնական անկումը։ Շուրջ 500 մարդ հայտնվեց -2 Ցելսիուս ջերմաստիճան ջրում։ 2:20-ին Տիտանիկն ամբողջությամբ անհետացավ ջրի տակ։ Ջրում հայտնված մարդկանց մեծ մասը մահացել է 15-ից 30 րոպեի ընթացքում շոկային ցրտահարությունից։ Փրկարարական նավակների մեծ մասը չվերադարձավ ջրում հայտնված մարդկանց մոտ, վախենալով, որ խուճապահար եղած մարդիկ շուռ կտան նավակը։ Երբ համար 14 փրկարարական նավակը վերջապես վերադարձավ, արդեն շատ ուշ էր։ Տարբեր տվյալներով սառցակալած ջրից ողջ է դուրս բերվել ընդամենը 50 մարդ։ Առավոտյան 4:10-ին Տիտանիկի խորտակումից մոտ ժամ 50 րոպե անց դեպքի վայր է ժամանում Կարպատիա նավը։ Միայն լռություն էր տիրում։ 2 ժամ առաջ լսվող հուսահատ ճիչերը լռել էին։ 2224 մարդուց ողջ է մնացել ընդամենը 710-ը։
Փրկվածներին Կարպատիա նավը տեղափոխեց Նյու Յորք, որտեղ նավահանգստում շուրջ 3000 մարդ լռության մեջ սպասում էր նրանց։